Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց, երբ որ այս օրերին անդրադառնանք, մեր երեխաները գալու են ու ասեն, հայրիկ, ինչ էիր անում դու այդ օրերին, երբ որ դասընթացը դա առարկան լինելու է պատմության վերնագիր է, դասը լինելու է մողոլ-թաթարական արշավանքներից մինչև ՔՊ արշավանքները հայ առաքելական եկեղեցու դեմ։ Եվ գալու է հարցնելու ինչ էիր անում դու այդ օրերին։ Իմ համար աբսուրդ է եւ զարմանալի է, թե ինչ են պատասխանելու ներկայիս իրապահ համակարգի այն աշխատակիցները, լինի քննիչ թե դատախազ, որոնք այս շինծու գործերը կարում են։ Մեղադրանքի վերաբերյալ Արշակ Սրբազանը ինչ է հայտնել, գիտեմ ձեր դիրքորոշումը պաշտպանական թիմի թե ինչ եք մտածում իրավական առումով, բայց ինքը ինչ է հայտնել, արել է նման բան, թե չէ, որքան պարզ է, որ չի արել ու որքանով ինձ Արսեն Բաբայանը փոխանցեց, Արշակ Սրբազանը միայն ծիծաղել է այս ամենի հետ կապված, որովհետև այս ամենը արդեն ծիծաղելու է եւ զավեշ տալի է եւ ամոթալի է, գիտեք, նույն տրամաբանությամբ, եթե որևէ բուհի տարածքում որևէ ուսանողի մոտ թմրադեղ հայտնաբերվի, նույն տրամաբանությամբ կարող են ասել դեկանը կամ ռեկտորն է դա կազմակերպել, այսինքն մենք արդեն գործ չունենք իրավաբանության հետ։ Ով անձը ումով սապարկում ըստ գործի եւ ցուցմունքով է դրվել։ Ես որքանով տեղակ եմ գործի մանրամասներից որևէ կոնկրետ ցուցմունք չկա Արշակ Սրբազանի վերաբերյալ, մնացածը հաջորդ թիվ դուք էլ այս աբսուրդին ականատես կլինեք, ներկայիս վարչախումբը պարզապես առաջնորդվում է այն սկզբունքով, որ անձը կա, հոդված կստեղծենք եւ Վիշինսկին կերազեր նմանատիպ աշխատակիցներ ունենալու, որ այն ինչ որ հիմա կատարում։ Լավ, ով էր անձում ուսապարկում թմրանյութ է դրվել, ըստ մեղադրանքի դա չի կարող մեղադրանքում չլինել, էլի։ Դա 18 թվականին այդ ակցիաներ անողներից անկեղծ անազգանով չեմ հիշի անազգանով չեմ հիշի անազգանով ես չեմ հիշի անազգանով ընթացքում ամեն ինչի մասին կտեղեկանաք, բայց սենց ասեմ էլի ձեզ իմ հորդորը, իմ խորհուրդը, այս ամենին մի վերաբերվեք որպես փաստեր, որպես իրավաբանություն, այս ամենին վերաբերվեք այն արշավի շարունակություն, որը արդեն մենք ունենք այս պայդերությամբ 3 սրբազաններ կառնավայրում եւ փորձում են 4 սրբազանին տանել կառնավայր։ Մասից Մելքոնյանից որևէ ակնկալիք։ Անկեղծ ասած չունեմ ակնկալիք, մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել, թե իշխանության սրտի դատավորի պարագայում ինչ որոշումների ենք ականատես լինում եւ հետարքրականը այն էր, որ Արսեն Բաբայանը նախորոք արդեն կանխատեսել էր եւ այս ամենը արդեն կանխատեսելի է, հասկանում եք, որ դատավորի մոտ կլինի, ոնց կլինի, չկա այդպիսի հավանականության տեսություն, որով կբաշխվեր 3-րդ սրբազանի գործը նույն դատավորին, բայց մենք ականատես ենք այդ ամենին։ Շատ դեր եղել է 3 Ավանի նստավայրի հերթապահ եղել է, թե արդեն պետք չի հետևել, նայել, տեսնել նախորդ անգամներում բազմիցս եղել է, որ Ավանի նստավայրը չի եղել հերթապահ, բայց անմիջապես ավելացվել է ցուցակում, րոպեների ընթացքում գործը մակագրվել է։ Մենք գործ ունենք այս ամենի հետ, ինչին որ ականատես ենք, որը այլևս ոչ իրավաբանության, ոչ ողջամտության հետ կապ չունի։ Միանշանակ։ Պարոն Հարությունյան, ես կուզեի անդրադառնալ նաև քննչական կոմիտեում ձերբակալելու այս դրվագին, մի գործով կանչել, մեկ ուրիշ գործով տանել, սրա նախադեպերը կան։ Մենք այլևս ոչ թե պետք է նախադեպերին նայենք, այլ մենք պետք է առաջնորդվենք այն կանխավարկածով, որ ամեն ինչ հնարավոր է ներկայիս վարչախմբի օրերին, ամեն ինչ հնարավոր է այս իրապահ համակարգից սպասել եւ գիտեք ոնց ես կարծում եմ այդ ամենը պատահական զուգադիպությամբ չի տեղի ունեցել։